Ուզում եմ հատուկ անդրադարձ կատարել ելույթի շրջանակներում իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին, որովհետև կարծում եմ, որ մեր հասարակությունում այս ոլորտի հետ կապված պատկերացումները նախ շատ թյուր են, եւ այդ շատ թյուր պատկերացումների արդյունքում մենք բազմաթիվ խնդիրների ենք հանգում, սկսած տարբեր սոցիալական խմբերի տեսանկյունից խտրականության դրսևորումների, որոնք նույնիսկ մարդիկ շատ դեպքերում չեն էլ գիտակցում, որ ըստ էության խտրականության դրսևորում է, ավարտած դասական ատելության եւ խտրական խոսքի դրսևորումներով, որոնք այդ թվում հանրային գործիչներն են անընդհատ իրենց խոսքի մեջ օգտագործում, եւ կարծում եմ, որ այս ոլորտի վերաբերյալ եւս անհրաժեշտ է անընդհատ խոսել, այս ոլորտի վերաբերյալ բոլորս պետք է բավարար գիտելիքներ եւ հմտություններ ձեռք բերենք, խուսափելու համար տարատեսակ խնդրահարույց իրավիճակներից, որոնք կարող են վերաբերելի լինել իրավահավասարության եւ հակախտրականության ոլորտին։ Ըստ էության ես բոլոր խմբերին առանձին եւ բոլոր հնարավոր խնդիրներով չեմ անդրադառնա, պարզապես դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ օրինակ մի խնդիր այսպես հրապարակային կներկայացնեմ, որպեսզի շատ ավելի պարզ լինի սրա հետ կապված խնդիրների բազմազանությունը եւ հասցեավորման անհրաժեշտությունը։ Սկսեմ օրինակ ազգային փոքրամասնությունների իրավունքներից, օրինակ նախորդ տարի մենք ազգային փոքրամասնությունների լեզուներ դասավանդող մասնագետների հետ կապված անընդհատ խնդիրներ ենք արձանագրել ընթացիկ օրինակ ատեստավորման պրոցեսներում, բայց նույնիսկ անկախ ատեստավորման գործընթացներից մենք Հայաստանում ունենք մեր ազգային փոքրամասնությունների գրեթե բոլորի լեզուների դասավանդման հետ կապված խնդիրներ այն պատճառով, որ օրինակ մեր բարձրագույն ուսումնական հաստատությունները օրինակ մասնագետներ չեն պատրաստում այդ ոլորտներում, մինչդեռ ես հրապարակային եմ ուզում ասել, որ պետությունը այդ ոլորտում ունի պարտավորություն։ Մենք չունենք ամբիոններ, չունենք այն վերապատրաստման դասընթացները, որոնք անհրաժեշտ են իրականում այս խնդիրները հասցեավորելու համար։ Դարձյալ ուզում եմ ուրախությամբ նշել, որ վերջին տարիներին շատ ավելի ակտիվացել է պետության կողմից այս ուղղությամբ քայլերի ձեռնարկումը, բայց նորից ուզում եմ արձանագրել, որ այդ քայլերի ձեռնարկումն ըստ էության բավարար չէ։ Երեխաների հետ կապված հարցին անդրադառնալիս կուզենամ հատուկ անդրադառնալ երեխաների նկատմամբ բռնության հետ կապված խնդրին, որովհետև վերջին ժամանակահատվածում սա այնպիսի ծավալներ է ստացել, որ մենք նույնիսկ երեխայի նկատմամբ բռնության կանխարգելման գործիքակազմերի հետ կապված արտահերթ հրապարակային զեկույց ենք ունեցել այս տարի, եւ այս առումով ըստ էության շատ կարևորում եմ, որպեսզի լուրջ կատարելագործման ենթարկվեն թե ուսումնական հաստատություններում ընդհանրապես երեխաների նկատմամբ բռնության դեպքերը ճանաչելու, կանխարգելելու եւ արձագանքելու մեխանիզմները, որոնք դարձյալ ցավով պիտի նշեմ, որ թեև փաստաթղթային առումով առաջընթաց էր, որ ընդունեցինք ուղեցույց համապատասխան եւ այլն պետական մարմինների կողմից, բայց միևնույն է, այս խնդիրը շարունակաբար մնում է որպես հիմնական խնդիր, որովհետև չասեմ թե ինչ գրավոր պարզաբանումներ են մեզ ներկայացնում, որովհետև ըստ էության, եթե գրավոր պարզաբանումները դիտարկենք, տպավորություն կստեղծվի, որ ամեն դեպքում ուղեցույցներ ունենալով եւ այլն խնդիրը լուծվել է կամ վերապատրաստումներ անցկացնելով, բայց ուզում եմ շեշտադրել, որ օրինակ նույն իմ զրույցները կամ մշտադիտարկումների այցերը ցույց են տալիս, որ այս խնդիրը լուծված չէ եւ երեխաների նկատմամբ բռնության կանխարգելման, արձագանքման ու հասցեավորման մեխանիզմների առնչությամբ մեր ուսումնական հաստատություններում պետք է լինեն պատշաճ գիտելիքներ եւ հասցեավորման պատշաճ մեխանիզմներ։ Հաշվանդամություն ունեցող անձանց խնդիրներին բազմիցս եմ անդրադարձ կատարել, մատչելիության հարցը, խելամիտ հարմարեցումների եւ այլն բոլոր հարցերը շարունակում են արդիական մնալ մեր հասարակական համակարգի տեսանկյունից եւ պետությունը պարտավոր է պատշաճ քայլեր ձեռնարկել այս ոլորտում համապատասխան խնդիրները շատ ավելի մեծ թափով եւ ավելի համակարգային եղանակով կատարելագործելու ուղղությամբ եւ ամփոփելով իրավահավասարության ու հակախտրականության ոլորտին առնչվող այս հատվածը խոսքից կուզենամ հատուկ արձանագրել, որ շատ կարեւորում եմ, որպեսզի պետությունը շուտապույտ ընդունի իրավահավասարության մասին օրենքը, որովհետեւ այս օրենքը ամբողջ աշխարհում էլ դիտարկվում է որպես շատ կարևոր գործիք ոլորտի դեմ, ոլորտում առկա խնդիրների դեմ պայքարի տեսանկյունից։
Ուզում եմ հատուկ արձանագրել, որ թե նախորդ տարվա կտրվածքով, ինչը տարեկան հաղորդումից նաև մեր ակնհայտ էր, թե նաև այս տարի պարբերաբար խնդիրներ ենք արձանագրել լրագրողների անխոչնդոտ մասնագիտական գործունեության իրականացման համատեքստում, ընդ որում, քանի որ նախորդ տարվա տարեկան հաղորդումը այս տարի արդեն իսկ հրապարակված է, այնտեղ կտեսնեք նաև հստակ դեպքեր եւ անուններ, մասնավորապես հավաքների ազատության իրավունքի իրացման համատեքստում եւ այլն, եւ միանշանակ շատ կարևորում եմ այս ոլորտում դարձյալ գործերի պատշաճ քննությունը, դրանց շուտափույթ քննությունը եւ շատ կարևորում եմ թե լրագրողական համայնքի, թե պետական բոլոր մարմինների համատեքստում էթիկայի մեխանիզմների, պատշաճ մեխանիզմների առկայությունը եւ գործարկումը, որը կարող է հնարավորություն տալ իրավաչափ ու իրավական եղանակով լուծելու այս ոլորտում առկա բոլոր խնդիրները։ Հրապարակային կուզենամ արձանագրել, որ շատ կարևոր կլինի, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում ձևավորվի խոշտանգումների զոհերի աջակցման կենտրոն, որ նստեյության մինչ այս պահը չունենք։ Կարծում եմ, որ սա շատ կարևոր հանգամանք է ընդհանրապես խոշտանգումների կանխարգելման ոլորտում եւ այս ուղղությամբ միանշանակ պետք է քայլեր իրականացվեն, բայց երևի թե ես այստեղ կանգ առնեմ, որովհետեւ իրականում անհնարների վերաբերյալ մի ելույթի շրջանակներում խոսել։ Խոսքիս վերջում շնորհակալություն հայտնեմ մեր բոլոր գործընկերներին, ովքեր կառուցողական, էթիկական ստանդարտներին համապատասխան մեզ հետ հաղորդակցություն ու համագործակցություն են ունեցել, որի արդյունքում մենք կարողացել ենք նաև համատեղ ուժերով լուծելու ոլորտում առկա տարատեսակ խնդիրները եւ ուրախ կլինեմ պատասխանել ձեր հարցերին։ Շնորհակալ եմ։